Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Լրացավ մեր անվանի հայրենակցի ծննդյան 130-ամյակը եւ Արարատ հեռուստաընկերության մեր հաղորդաշարը իր պարծն է համարում մեր հանրությանը ներկայացնել նրա կյանքը եւ գործունեությունը։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդում նվիրված է նշանավոր հայագետ Գրիգոր Ղափանցյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի Պետական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Բանասիրական գիտությունների տեխնացու Վարդան Պետրոսյանը եւ մեր հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող պատմական գիտությունների տեխնացու Հասմիկ Մայակյանը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Գրիգոր Ղափանցյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Անվանի հայագետ Գրիգոր Ղափանցյանը ծնվել է 1887 թվականի փետրվարի 17-ին Աշտարակ քաղաքում։ 1913 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը, աշակերտել Նիկողայոս Մարին, մասնակցել նրա կազմակերպած ԱՆԻ-ի պեղումներին։ 1913-ից 17 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1917-ից 19 թվականներին Երևանի գիմնազիայում։ 1918 թվականի մայիսին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին, 1927-ից 57 թվականներին եղել է Երևանի Պետական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, 1950-ից 56 թվականներին Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն, մահացել է 1956 թվականի մայիսի 3-ին, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր անդամներից է, եղել է նրա հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, տիրապետել է հնագույն արևելյան լեզուների, աշխատությունները նվիրված են հայոց հնագույն պատմության, լեզվաբանության եւ դիցաբանության հիմնահարցերին։ Պարոն Պետրոսյան, Գրիգոր Ղափանցյանը եւ լեզվաբան էր, բանասեր եւ պատմաբան։ Եվ այսօր ձեր օգնությամբ ներկայացնենք նրա այդ երկու հիմնական այդ գործունեությունը նա ունեցած մեծ վաստակ այդ ոլորտներում։ Եվ նա առավել հայտնի է, ինչքան տեղյակ եմ, երկու հիմնարար դասագրքերով ընդհանուր լեզվաբանություն եւ հայոց լեզվի պատմություն։ Այդ հիմնարար աշխատությունները խնդրում եմ ներկայացնեք։ Գրիգոր Ղափանցյանը եւ լեզվաբան էր բառի լայն իմաստով եւ հայագետ, հայրենագետ մասնավորապես։ Նրա գիտական հետաքրքրությունները ընդգրկել են տարբեր ոլորտներ, բայց իհարկե առավելապես նա հայտնի է իբրև լեզվաբան։ Որպես ընդհանուր լեզվաբանության մասնագետ Ղափանցյանը ըստ էության թողել է մեկ աշխատություն, դա ընդհանուր լեզվաբանություն դասագիրքն է, որի երկրորդ տարբերակը լույս տեսավ 1939 թվականին։ Անշուշտ իր ժամանակի դա բուհական դասագիրք է, այո, եւ պիտի ասել, որ մինչեւ օրս ընդհանուր լեզվաբանություն անվանումը կրող ցավոք միակ դասագիրքն է։ Թեպետ թվականից այս կողմը երկրորդ դասագիր չի ստեղծվել։ Երկրորդ ընդհանուր լեզվաբանություն չի ստեղծվել։ Իր ժամանակին կարճ ժամանակ հետո Էդվարդ Թաղայանն հրատարակեց ընդհանուր լեզվաբանության դասընթաց, որը հետագա վերարատարակություններում վերանվանվեց լեզվաբանության ներածություն, վերջին տարբերակով լեզվաբանության հիմունքներ 1987 թվականին։ Այսինքն Ղափանցյանի դասագիրքը այն ծանրակշիռ գիտական այդ պահպանում է Ղափանցյանի, որ երկրորդը կամ հնարավոր չի ստեղծել կամ իմաստ չունի, հա։ Չէ, ես այդպես չէի ասի, կամ չեն կարողանում ստեղծել։ Ղափանցյանի ընդհանուր լեզվաբանությունը վաղուց իրենից ներկայացնում է պատմագիտական արժեք, որպես բուհական ձեռնարկ նա գործածությունից կիրառությունից շատ վաղուց դուրս է եկել, ոչ միայն այն պատճառով, որ մասնագետներից յուրաքանչյուրը ունի իր հետաքրքրությունները, իր նախասիրությունները եւ դրանից ելնելով չի հանձնարարում այդ գրականությունը, այլև որ այն հարցադրումները, որոնք տեղ են գտել Ղափանցյանի ընդհանուր լեզվաբանություն դասագրքում, դրանց մի զգալի մասը առավելապես համապատասխանում են լեզվաբանության ներածության շրջանակներին, այդ շրջանակների մեջ է։ Իսկ առանձին հարցադրումները պարզապես իր ժամանակի գաղափարախոսության դրոշմն են կրում, այն 30-ական, 40-ական թվականների, որ գոյությունն էր խորհրդային պետության մեջ, հետևաբար այդ տեսանկյունից դրանք վաղուց մերժված են, գիտական չեն, այդ տեսակետները, գաղափարները, եւ ահա այս հիմնականում այս երկու նկատառումներով դասագիրքը այլևս հանձնարարելի չէ, վաղուց հանձնարարելի չէ։ Բայց դա չի նշանակում, որ Ղափանցյանի դասագիրքը գիտական արժեք չունի, Ղափանցյանի դասագիրքը իր ժամանակի
համապատասխան ձեռնարկների դասագրքերի մեջ ես կարծում եմ լավագույններից մեկն է։ Ղափանցյանը օգտագործել է իր ժամանակի նշանավոր գիտնականների, ինչպես եվրոպացի, այնպես էլ ռուս լեզվաբանների գիտական վաստակը, գաղափարները, տեսությունները այդ դասագրքը ստեղծելիս այդ ամբողջը նկատի ունեցել եւ ինքը դասագրքի երկու խոսքում այդ մասին իշատակում է։ Դա փաստորեն հայերեն լեզվով առաջին հայերեն լեզվով առաջին նմանատիպ ընդհանուր լեզվաբանական դասագիրքն էր, դրանով ընդհանուր լեզվաբանությունը սովորել նշանավոր գիտնականների մի ամբողջ սերունդներ, մինչև որ հասել է մեր ժամանակները։ Շնորհակալություն։ Տիգրան Մարգյան, Ղափանցյանը արդեն պարոն Պետրոսյան ասաց, որ անվանի լեզվաբան էր, սակայն նա նաև անվանի պատմաբան էր։ Մի շարք պատմագիտական աշխատություններ հեղինակ, ասենք Ուրարտուի պատմություն, Հայաստան հայերի բնորան։ Բայց առավել նա հայտնի է որպես պատմաբան այդ նշանավոր Հայաստան հայերի բնորան, որը ցավոք կարծեմ հայերեն չկա, միայն ռուսերեն է, չէ՞։ Հայերեն չի թարգմանվել։ Այո, Ղափանցյանը շատ լայն մտահորիզոնի տեր էր եւ նա մեծ պատմագիտական ժառանգություն էլ ունի։ Հայաստան հայերի բնորան աշխատությունը ըստ էության կարելի է ասել համապարփակ նյութ է պարունակում, այո, համապարփակ նյութ է պարունակում եւ լուծում է մի շատ կարեւոր խնդիր։ Այլ հարց է, ընդունում են այդ տեսակետը թե չէ, բայց նա լուծում է շատ կարեւոր եւ առ այսօր տարակարծություններ առաջացնող խնդիր, որն է հայերի բնորանը։ Բայց պետք է ասեմ, որ Ղափանցյանի տեսակետը, հայասական տեսակետը այսօր ամենաընդունված տեսակետներից մեկն է, եւ հայ եւ արևմտյան։ Այսինքն ինչքան էլ վիճելի հարցեր լինեն, դրույթներ լինեն, բոլոր դեպքերում ընդունելի է։ Ամենաընդունված տեսակետն է, որովհետեւ Ղափանցյանը ինչ է տեսակետի էությունը, Ղափանցյանը Հայասան համարում էր հայերի նախնական բնակության վայր, իսկ հայասերենը վաղնջա հայերեն, հայերենի հիմքը։ Իսկ Հայասան նա տեղադրում էր հենց բարձր հայքում, այսինքն հայկական լեռնաշխարհի բարձր հայքում եւ փոքր հայքի տարածքներում։ Իսկ ինչով է կարևոր նաև որ Հայասան ինքը Հայասա անվան մեջ, տեղանվան մեջ ինքը առանձնացնում էր հայ ինքնանունը, ինքնանվանումը, որը էթնիկ, որը համապատասխանում է մեր ինքնանվանմանը, իսկ սան նա համարում էր խեթական եւ ճիշտ էր համարում իհարկե տեղանվանակերտ մասնիկ։ Եվ այդ սա տեղանվանակերտ մասնիկով բազմաթիվ տեղանուններ կան խեթական տեքստերում, այսինքն Հայասա Հայաստան։ Այսինքն նշանակում էր, այո, Հայասա նշանակում էր Հայաստան, եւ այդ հայը արմատում էր նա ոտեսում էր ոչ միայն մեր ինքնանվանումը, այլ նաեւ մեր անվանադիր նախնի հայքի անվանումը։ Եվ Հայասայի տեղադրությունը եւ հայոց ազգացակման այս վարկածը առ այսօր ամենաընդունվածներից։ Այդ դեպքում եթե առ այսօր ամենաընդունվածներից մեկն է, բայց նաեւ մյուս կողմից զարմանալի է, որ այդ գիրքը առաջ հրատարակություն կարծեմ 40-ական թվեր չէ, երկու այլևս չի հրատարակվել, վերհրատարակվել, առավել եւս հայերեն լեզվով չի տպագրվել։ Այո, չի վերահրատարակվել, բայց պետք է ասեմ, որ այդ չի վերահրատարակվել, սակայն նա դասագրքային է համարվում։ Եվ գրադարաններում էլ հազվագյուտ օրինակներ են պահպանվել։ Չէ, կան գրադարաններում, սակայն ինքը դասագրքային է համարվում եւ հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության դեպքում, եթե լեզվաբանությունը չի համարվում, լեզվաբանական այդ դասագիրքը, ապա Հայաստան հայերի բնորան հնարավոր չէ շրջանցել որևէ հին Հայաստանի պատմության հարցերին անդրադառնալիս։ Պարոն Պետրոսյան, Ղափանցյանը նաև տասնամյակներ շարունակ գիտամանկավարժական գործունեություն է ունեցել դեռ Էջմիածնի Գեորգյան ճամբարանից եւ իհարկե նրա կյանքի հիմնական մասը կապված է մեր մայրբուհի Երևանի պետական համալսարանից, որտեղ նա ընդհանուր լեզվաբանության ամբիոնի հիմնադիր նաև որոշ ժամանակ եղել է Ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն։ Այսինքն ձեր ամբիոնի, որի վարիչը հիմա դուք եք, ձեր ամբիոնի հիմնադիր վարիչն է։ Եթե կարելի է մինչև այդ հարցին անդրադառնալը, ես ուզում եմ Ղափանցյանի ընդհանուր լեզվաբանություն եւ հայոց լեզվի պատմությունի շրջանաշխատության մասին երկու բառ ասել։ Ցավոք ժամանակի սովորության պատճառով մենք շատ կարևոր հարցերի չենք հասցնում անդրադառնալ եւ այսպիսի հնարավորություններ էլ բացառիկ են, որ կարող ես ինչ-որ բան ասել։ Որպեսզի պատկերացում կազմենք Ղափանցյանի ընդհանուր լեզվաբանական հայացքների մասին, բավարար է միայն նկատի ունենալ մեկ բան։ Ղափանցյանի գիտական գործունեության սկիզբը առաջին կեսը զուգադիպեց Մարի լեզվի մասին նոր ուսմունքի տիրապետության շրջանի հետ, բայց Ղափանցյանը այն քիչ գիտնականներից էր, սակավաթիվ գիտնականներից խորհրդային միության մեջ, որոնք ընդդիմացան
մարիննոր ուսմունքի ավերիչ գործունեությանը Կարելի ասել խիզախություն ունեցավ։ Այո, հետևանքներ եւ ունեցել ունեցել է շատերի համար ունեցել է, դա Ղափանցյանը կարելի ասել հրաշքով է այդ ծանր հետևանքներից փրկվել։ Կարող էր դրա համար ձերբակալվել, կարող էր դրա համար դատապարտվել, կարող էր կյանքով փոխհատուցել։ Ինչ որ շրջան նա նաև աշխատանքից ազատվել է, համալսարանից դուրս է մղվել Ղափանցյանը 50-ական թվականներին 49 Ղափանցյան, Աջարյանը, այո, դա էլ է եղել։ Բայց Ղափանցյանը որոշ գիտնականների հետ, որոնցից էր նաև վրացի Չիկո Բավան, ռեֆորմացկին ռուս լեզվաբաններից, որոնք ընդդիմացան մարի այդ հակագիտական տեսություններին, չընդունեցին ամբողջությամբ, ընդունեցին միայն մաստակի որոշ բաներ, որոնք երևի թե կամ իսկապես իրենք ճիշտ էին համարում, կամ էլ չէին կարող բացարձակորեն մերժել, ելնելով ժամանակի մտայնությունից։ Ինչ վերաբերում է սպառնալիքը կախված է, իհարկե, պետք է հաշվի առնել։ Ինչ վերաբերում է Ղափանցյանի հայոց լեզվի պատմություն հին շրջան աշխատությանը, որը լույս է տեսել մեծանուն գիտնականի մահվանից հետո 61 թվականին, նույնպես պիտի ասել, որ իր տեսակի մեջ արժեքավոր գրքերից մեկն է։ Առաջին այսպիսի աշխատությունը Աջարյանի հայոց լեզվի պատմությունն էր, երկրորդը Ղափանցյանի աշխատանքն է, այնուհետև երրորդը եղավ Գևորգ Ջահուկյանի հայոց լեզվի պատմություն նախագծային ժամանակաշրջանը արդեն 87 թվականին։ Ահա այս շարքի մեջ արժանավոր աշխատանքներից գրքերից մեկն է, որտեղ բնականաբար արտացոլվել են Ղափանցյանի պատկերացումները հայերենի լեզվական բնույթի, հայերենի ծագումնաբանության, հայերենի լեզվակառուցվածքի մասին։ Գիտենք, որ Ղափանցյանը հայերենին վերագրել է երկշերտ լեզվական բնույթ։ Մասամբ այն հնդեվրոպական է, մասամբ ունի տեղական նստվածք, կամ ինչպես այդ ժամանակ ասում էին, անատոլիական։ Եվ Ղափանցյանը նախապատվությունը տվել է առաջին հերթին այս տեղական նստվածքին, որով եւ նա փորձել է ապացուցել հայերենի բնիկ լինելը այս տարածաշրջանում։ Հիմա Ղափանցյանը որպես դա նաև ուներ քաղաքական, գիտականի քաղաքական նշանակություն ունի, ազգային քաղաքական, այո։ Ղափանցյանը եղել է մեր ամբիոնի Երևանի պետական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի հիմնադիր վարիչը եւ շուրջ 30 տարի ղեկավարել է այդ ամբիոնը, լինելով այնպիսի մեծությունների կողքին աշխատելով, ինչպիսիք են օրինակ Աջարյանը, ինչպիսիք են Արարատ Ղարեբյանը, որ ինչ-որ իմաստով կարող է այդ սահմաններին մոտենալ, եւ այդ շրջանում համատաբար ավելի երիտասարդ, բայց խոստումնալից գիտնական, ինչպիսին էր Էդվարդ Աղայանը, որ նույնպես փոխարինեց Ղափանցյանին ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչի պաշտոնում եւ 29 տարի էլ Աղայանը ղեկավարեց այդ ամբիոնը։ Իհարկե, պիտի ասենք, որ Ղափանցյանը որպես ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ կարելի ասել դրել է գիտական հիմքեր ընդհանուր լեզվաբանության հայ իրականության մեջ, ընդհանուր լեզվաբանության որպես գիտակարգի ուսումնասիրության հիմքերը եւ պատրաստել է տասնյակ ասպիրանտների, ղեկավարել է եւ գիտական կյանք է ճանապարհել։ Այսինքն հայ լեզվաբանների դափնոց է, այո, շկոլա է։ Այս իմաստով հետաքրքրական է նաեւ ինձ ասել են որոշ այսպես հետաքրքիր պատմություններ Ղափանցյանի բնավորությանը խառնվածքին առնչվող, որոնցից մեկը ժամանակին պատմել է դարձյալ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչներից մեկը Հրանտ Պետրոսյանը, որ այդ ամբիոնի ղեկավարն էր Աղայանից հետո 85-ից մինչև 93-94 թվականները։ Հրանտ Պետրոսյանը եղել է Ղափանցյանի ասպիրանտը, բայց հայտնի է, որ Ղափանցյանը շատ խիստ բնավորության մարդ է եղել, այնքան որ նույնիսկ իր հետ անմիջական գործի բերումով շփվող երիտասարդները խուսափել են հանդիպել իրեն եւ միայն ծայրահեղ դեպքում են իր հետ հանդիպել։ Պետրոսյանը պատմում էր, որ երբ նոր է դարձել Ղափանցյանը, պահանջկոտ է եղել ավելի շատ, ոչ թե այդ խիստ այսպես ժողովրդական լեզվով ասած փշոտ բնավորություն է ունեցել, բացի պահանջկոտությունը։ Պետրոսյանը ասում է, երբ ես իրեն տեսնում եի հերվից ճանապարհս փոխում էի, ամաչում էի նրան դեմարդեմ գնալ։ Եվ մի անգամ Ղափանցյանը նկատում է սա ու ասում է, այդ տղան ինչու չի ուզում ինձ բարևել, որ ինձանից խուսափում է, ինչու է խուսափում ճանապարհը փոխում եւ հեռանում։ Ասում եմ, միայն դրանից հետո ես համարձակություն ստացա, որ դեմարդեմ հանդիպեմ Ղափանցյանին եւ բարևեմ իրեն։ Այսպեսի տպավորությունը թողել երիտասարդության վրա։ Տիկին Մարկյան, նաև Ղափանցյանը հեղինակ է դիցաբանական կամ պաշտամունքային թեմաների վերաբերյալ մի շարք աշխատությունների, խեթական աստվածներ եւ այլն, բայց առավել հայտնի է նրա Արա Գեղեցիկի պաշտամունքը աշխատությունը, գուցե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Արա Գեղեցիկը մեր ժողովրդի կողմից շատ սիրված դիցաբանական կերպար է։ Այո,
Իհարկե Արագեղեցիկի պաշտամունքի մասին առանձին մենագրություն ունի մինչև Ղափանցյանը, նաև Մատիկյանը 30-ականներին, բայց պիտի ասեմ, որ Մատիկյանը ավելի անդրադարձել է Արագեղեցիկի պաշտամունքի առումով, նրանք երկուսն էլ առաջնորդվում են իհարկե համեմատական առասպելաբանության մեթոդով, բայց Մատիկյանը առավել հակված էր տեսնելու հնդեվրոպական ենթաշերտերը Արագեղեցիկի պաշտամունքի մեջ, այն կապերը, որ նա դրսևորում էր հունական այլ հնդեվրոպական ժողովուրդների հետ, իսկ Ղափանցյանը կարողացավ բացահայտել Արագեղեցիկի պաշտամունքում հենց բնիկ խուրաուրարտական, խեթական ենթաշերտերը, որը շատ կարևոր է։ Այս տեսանկյունից ինքն է ուսումնասիրել Արագեղեցիկի պաշտամունքը։ Դա հիմնարար աշխատություն էր, 1944 թվականին տպագրվեց։ Ես պիտի ասեմ, որ ինքը շատ մի հետաքրքիր դիտարկում ունի, որի մասին երևի քչերը գիտեն, որ Հայասայի Պանթեոնը, մենք տեղեկություններ ունենք եւ Հայասայի Պանթեոնը դիցարանի մասին եւ դիցանունների մասին, Հայասայի դիցարանը ղեկավարող գլխավոր աստվածությունը հանդես է գալիս գաղափարագրով շումերաաքադական։ Այդ գաղափարագրի տակ պետք է ենթադրել, որ եղել է ինչ-որ անդրաշխարհիկ աստվածություն։ Դա տարօրինակ է այս դեպքում, եւ Ղափանցյանը փորձել է բացահայտել, ով կարող է լինել այդ գլխավոր աստվածության տակ թաքնված, եւ իր շատ հետաքրքիր համեմատական նյութ բերելով եւ այլն բացահայտում է, որ դա կարող է լինել մեռնող հարություն առնող տեղական մի աստվածություն եւ հենց Արագեղեցիկը։ Այո, իհարկե այսպես Այսինքն Արագեղեցիկը Հայասայի գլխավոր աստված ինքը ենթադրում, դա իր ենթադրությունն է եւ ինքը այդպես է ներկայացնում, ցույց տալով, թե ինչպես են մեռնող հարություն առնող աստվածները դառնում նաեւ անդրաշխարհի տերեր։ Ես փորձել եմ առավել հիմնավորել իր տեսակետը, առավել մեծ նյութ բերել, ես հակված եմ, որ այդ տեսակետը հնարավոր է, որ իրականություն լինի։ Այսինքն ինքը ոչ միայն Արագեղեցիկի մասին առանձին ուսումնասիրություն ունի, այլ նաեւ Արագեղեցիկի պաշտամունքի հետքեր տեսնում է եւ Հայասայում, եւ Ուրարտական դիցանում, ինքը համադրություններ ունի Ուրարտական դիցանի Արոա Աստծո հետ արված, որ ժամանակին չէր ընդունվում, որտեղ Արոա Աստծո կերպարի մասին մենք գրեթե տեղեկություն չունենք, բայց այսօր ընդունվում է, որովհետեւ արմատը լեզվաբանական առումով նրանք նույն արմատից են համարվում ծագած։ Շատ կարևոր իհարկե աշխատություն է, եւ ես պետք է ասեմ, ինքը շատ կարևոր մի գիծ է տանում հայ առասպելաբանության ուսումնասիրության մեջ, ինքը փորձում է ցույց տալ, որ դրանք բնիկ տեղական հավատալիքների շարունակություն են, անգամ եթե նրանք հանդես են եկել գիտեն։ Այսինքն կրկին քաղաքական, ազգային քաղաքական այդ նաև այդ գիծն է։ Բայց ինքը շատ օբյեկտիվ է նույնիսկ, այսինքն գիտականությամբ հանդերձ, այո, ինքը շատ օբյեկտիվ է եղել այդ հարցերում եւ չնայած նրանք հանդես են գալիս իրանական անվանումներով մեծ մասամբ մեր դիցանի գլխավոր աստվածությունները, որը տարակարծությունների տեղիք է առաջացնում ավանդարմատյան գիտության մեջ, բայց Ղափանցյանը ցույց է տվել, որ անգամ այդ օտար անունների տակ թաքնված են տեղական բնիկ հնագույն աստվածություններ։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, հաղորդման սկզբում ասացի, որ ծննդյան 130-ամյակը լրացավ Ղափանցյանի, որը համոզված էր մեր հանրապետության լեզվաբանները, իհարկե դե առաջնորդին Երևանի պետական համալսարանը պետք է հավուր պատշաճի կերպով նշեր կամ լուսաբաներ։ Մոտ 1 ամիս առաջ փոքրինչ ավելի Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի մասնաշենքում նշվեց գիտաժողովով նշվեց Գրիգոր Ղափանցյանի ծննդյան 130-ամյակը, որին ի դեպ զեկուցումով մասնակցել է նաև Հասմիկ Մայակյանը։ Չեմ ասի, թե այդ գիտաժողովը շատ մեծ ծավալներ էր ընդգրկում, հանրապետական մասշտաբի գիտաժողով էր, բայց կարծում եմ եղան բավականաչափ հետաքրքրական զեկուցումներ, որոնցում ներկայացվեցին Գրիգոր Ղափանցյանի հայացքները, տեսակետները տարբեր հարցերի առնչությամբ։ Առայժմ իհարկե այսքանն է արվել, գիտաժողովի զեկուցումները մենք պատրաստում ենք մինչև այս տարեվերջ տպագրել, թե ինչ ձևով կտպագրենք, դա դեռևս քննարկման փուլում է, առանձին գրքի տեսքով, թե Բամբեր Երևանի համալսարանի հանդեսի մեկ պրակ ամբողջությամբ կնվիրենք այդ գիտաժողովին, դրա նախադեպը նույնպես կա, 2 անգամ մենք արել ենք Էդվարդ Աղայանի 100-ամյակի եւ Գեորգ Ջավոկյանի 95-ամյակին նվիրված գիտաժողովների զեկուցումները այդ տեսքով տպագրել։ Իսկ այդ կամենը Պարոն Պետրոսյան շատ կարևոր է, սակայն մյուս կողմից էլ հաղորդման ընթացքում Ղափանցյանի որ աշխատության մասին խոսք գնաց, պարզվեց 30 կամ 40-ական թվականներին հայերեն կամ ռուսեն լեզվով մեկ անգամ հրատարակվել է եւ այլևս չարժանացել երկրորդ կամ այլ հրատարակությունների։ Նույն 130-ամյակի շրջանակներում ինչ է կարծում, նպատակարար չէ նույն Հայաստան հայերի բնորան, Արագեղեցիկի պաշտամունք,
կամ ձեր կողմից այդքան դրվատական Արագերեցիկի լեզվաբանության այդ տեսության դասընթացը Արագերեցիկի պաշտամունքը վերահրատարակել։ Արագերեցիկի պաշտամունքը եւ Ղափանցյանի դիտողություններ Աճարյանի արմատական բառարանի վերաբերյալ տարիներ առաջ, երևի մոտ 7-8 տարի առաջ համալսարանը հրատարակել է հանգուցյալ Ռուբեն Ղազարյանի աշխատասիրությամբ, նա պատրաստեց եւ հրատարակեց, այնպես որ մենք ունենք այսօր այդ աշխատանքը, բայց իհարկե դարձյալ ռուսերենով, հայերեն չի թարգմանվել, եւ առհասարակ Ղափանցյանի ռուսերեն գրված աշխատանքներից ոչ մեկը, որքանով ես տեղյակ եմ, չի թարգմանվել հայերենով եւ չի հրատարակվել։ Դրանք ըստ երևույթին ծախսատար աշխատանքներ են, որ ոչ ոք չի ստանձնում, բայց կարծում եմ կարելի է այս առիթով նախաձեռնել ոչ այդքան բարդ լուզելի հարց չի ծախսատարը։ Դե Արագերեցիկի պաշտամունքը մեր հայրենակիցները իրավունք ունեն նաև հայերեն լեզվով ընթերցելու։ Մտածելու հարց է, բայց կարծում եմ արժե իսկապես Ղափանցյանի առավել արժեքավոր աշխատություններից, ուսումնասիրություններից որևէ մեկը այս Օբելյանի առիթով հրատարակել, նախաձեռնել այդ գործը։ Տիկին Մարկյան, սեղանին է ձեր աշխատությունը, խնդրեմ մեր հեռուստադիտողներին ցույց տվեք եւ ուրախանալի է այդ փաստը, որ ժամանակի տարիների հեռավորությունից 130-ամյակի մասին ենք խոսում, Ղափանցյանի գիտական վաստակի մի ոլորտը արժանացրել է գիտական հատուկ ուսումնասիրության։ Ես ի պատիվ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի պետք է ասեմ, որ երկու թեմա հաստատվեց, մեկը Գրիգոր Ղափանցյան եւ խեթագիտությունը, մեկը Գրիգոր Ղափանցյան եւ ուրարտագիտությունը, այսպիսով մեր նախկին տնօրենը Նիկոլայ Հովհաննիսյանը փորձեց իր օրոք հաստատվեցին այդ թեմաները, փորձեցին հիմք դնել Ղափանցյանագիտությանը, ավելի ճիշտ արևելագիտության մեջ Ղափանցյանի ունեցած վաստակին, մեկ թեման արդեն ինչպես տեսնում եք ավարտված է, երկրորդը ավարտման փուլում է։ Եվ ես կարծում եմ սա շատ կարևոր էր, որովհետև ամեն անգամ վերանայելիս նոր բաներ են բացահայտվում Ղափանցյանի թողած ժառանգության մեջ եւ մանավանդ խեթագիտության բնագավառում նրա ունեցած ներդրումը այսպես ասած անուրանալի է եւ այդ դուք նշեցիք, որ ռուսերենով է հրատարակվել, գուցե դա նաեւ բախտ է եղել, որ ռուսերենով է հրատարակվել եւ նախկին խորհրդային տարածքում բոլորին հասու լինի, բոլորին հասու էր այն ժամանակ եւ հնարավոր չէ, որ որևէ մեկը զբաղվի խեթագիտությամբ եւ այլն եւ Ղափանցյանին չհղեն։ Ինքը ունի նաեւ անգլերեն հրատարակված իր առաջին հոդվածներից մեկը խեթո արմենիակա, մի խոսքով օտար լեզուներով եւ Ղափանցյանին ճանաչում են նաեւ դրսում եւ բարձր են գնահատում որպես խեթագետ։ Իհարկե խեթագիտական ժառանգությունը նրա թողած խեթագիտական ուսումնասիրություններից անցել է շուրջ կես դար, շատ բան փոփոխվել է։ Ասեմ, որ ձեռքի տակ ունեցած նյութներ նրա սահմանափակ է եղել ժամանակին եւ երբ որ պատկերացնում ես թե այդ սահմանափակ նյութի վրա հիման վրա այդ պայմաններում ինքը ոնց է կարողացել երբեմն նման իսկապես հանճարեղ եզրահանգումներ կատարել, դա իսկապես ապշեցուցիչ է եւ ես փորձել եմ իր ամբողջ խեթագիտական ժառանգությունը դիտարկել խեթագիտական ուսումնասիրությունները դիտարկել արդիգիտության համատեքստում։ Շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Մեր հանրապետության լեզվաբաններին եւ արևելագետներին մաղթել նորանոր հաջողություններ, որպեսզի Ղափանցյանի եւ մեր անցյալի մյուս նշանավոր հայագետների թողած ավանդները հետայսու հավատարիմ ձևով շարունակեն եւ ավելի զարգացնեն։ Իսկ հաղորդումը ավարտալուց առաջ մեր հեռուստադիտողներին կրկին մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ նշանավոր եւ վաստակաշատ լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը նաեւ Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակիցներից է։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Գրիգոր Ղափանցյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։